Նելի ես քիչ առաջ ֆիքսեցի, թե ինչպես իրավապահները ձեր խմբագրության գույքը, այսպես ասած, շալակած հեռացան խմբագրությունից առանց որևէ բառ ասելու եւ նկատեցի, որ դռներն էլ կնքել են, այսինքն փակ է լինելու, դուք չեք կարողանալու մտնել ձեր աշխատավայր։ Ստացվում է, որ Արմատ մեդիան փակվեց։ Այո, ստացվեց, որ ԿՊԱ-կան իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ փակեց լրատվամիջոց։ Մի լրատվամիջոց, որը նոր էր սկսել իր աշխատանքը եւ արդեն ոսկորի նման կանգնած էր ԿՊԱ-կան իշխանությունների կոկորդին։ Մի լրատվամիջոց, որ ընդամենը օրեր առաջ էր սկսել իր հաղորդումների շարքը եւ արդեն հասցրել էր բազմաժանր, բազմաբովանդակ, բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավերներ ուղարկել եւ հաղորդումներ նկարահանել։ Այսօր արդեն մենք չենք կարողանալու հաղորդումներ նկարահանել, չենք կարողանալու ռեպորտաժներով ներկայանալ եւ ստացվում է այո Արմատ մեդիայի աշխատանքը խաթարված է, որի մասին լռում է միջազգային հանրությունը, որի մասին ծպտուն չեն հանել դեսպանները, որի մասին չեն խոսում մարդու իրավունքների, չի խոսում մարդու իրավունքների պաշտպանը, դիտորդները, ոչ ոք, ոչ մի արձագանք լրատվամիջոցի փակման հետ կապված։ Ենթադրելի է, որ միջազգային հանրությունը լռում է, որովհետև դուք ոչ թե Ամեկ Պլյուսն եք, այլ Արմատ մեդիան եւ ոչ թե փակվել եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, այլ Նիկոլ Փաշինյանի, հավանաբար դրա համար է լռում։ Իսկ այ տեղական հանրությունը արդյոք խոսում է, արդյոք օրինակ քաղ հասարակությունը, որ միշտ տենց կուրս կեցեցում, այսպեսի ճճացող խոսքի ազատության եւ մարդու իրավունքների դեմ ճճացող ոտնահարումների մասին ինչ որ բան ասել է։ Ես շատ կուզենայի կարողանալ պատասխանել ձեր հարցին, Վահե ջան, սակայն ցավոք նրանք տարել են նաեւ իմ անձնական հեռախոսը, որտեղ ունեմ իմ անձնական նամակները, լուսանկարները եւ այլն, եւ ես չեմ կարողանում տիրապետել իրավիճակին, թե ինչ է կատարվում, ով է խոսել, ինչ է խոսել, ես միայն տեսնում եմ, ով եկավ, ով գնաց։ Մեզ միայն լուսաբանեցին մեր գործընկերները, լրագրողները եկան իրավիճակից տեղեկացան եւ գնացին։ Իսկ ինչու են ձեր հեռախոսները արգրավել։ Ինչ որ բան ասացին, թե միանգամից ձեր ձեռքից խլեցին։ Կոնկրետ մեր մյուս խմբագրի Աղավնի Սուքիասյանի ձեռքից պարզապես խլել են։ Իմ ձեռքից խլել են իմ նոթբուքը, ես իմ հեռախոսի մեջ ունեմ նկարահանած, թե ինչպես են նրանք խլում իմ ձեռքից նոթբուքը, որտեղ ես ասում եմ, ինչու եք ձեր կրիչը մցրել իմ նոթբուքի մեջ, ինչ եք ստանում այնտեղից կամ ինչ եք այնտեղ ավելացնում։ Իմ նոթբուքը խլել են իմ ձեռքից եւ իհարկե որոշմամբ կար, որ պետք է գան վերցնեն Արմատ մեդիայի գույքը, սակայն այստեղից տարել են մեր աշխատակիցների հեռախոսները։ Մենք ամենամինիմալ միմյանց հետ շփվելու հնարավորություն չունենք, որ կոորդինացնենք մեր աշխատանքը։ Մենք թղթերի վրա գրում ենք մեր հեռախոսահամարները, փոխանցում ենք իրար, որպեսզի մարդիկ կարողանան իրար հետ շփվել, տեսնել ոնց է։ Փաստաբանի հեռախոսը վերցրել եմ թղթի վրա գրելով։ Ուզում եմ ասեմ, որ մեզ կտրել են կապի միջոցներից, իզոլացրել են ընտրություններից առաջ։ Արմատ մեդիա, այսինքն ինչ են փնտրում, որ գործի շրջանակներում։ Արդյոք կապ ունի Ալիկ Ալեքսանյանի։ Այո, կապ ունի գործը Ալիկ Ալեքսանյանի հետ, մանրամասները ավելի մասնագիտական ձեզ պատասխան կտա մեր փաստաբանը, բայց այո, կապ ունի, բայց նաև այդտեղ թաքցնելու բան չկար, Ալիկ Ալեքսանյանը իր հայտարարագրում էլ նաև Արմատ մեդիան որպես նշել էր իր սեփականություն։ Այսինքն կարծում եմ, որ այն ինչի մեջ մեղադրում են Ալիկ Ալեքսանյանին, այդ գործընթացները, չգիտեմ, փողեր, ընտրակաշառք ենթադրել եւ այլն։ Ալիկ Ալեքսանյանի դեմ սկսած քաղաքական արշավը ազդել են նաեւ Արմատ մեդիայի վրա։ Կգտնեն ինչ-որ բաներ, որոնք որ օրինակ կհիմնավորեն իրենց մեղադրանքը, ըստ ձեզ Արմատ մեդիայի ձեր խմբագրությունից կգտնեն ինչ-որ բաներ կամ ձեր հեռախոսների միջից։ Տեսեք, Վահե ջան, իմ հեռախոսի մեջ կա միայն իմ անձնական նամակագրությունը, իմ անձնական շփումները, ես վստահ եմ նաև մյուսների հեռախոսների մեջ կա նման շփումներ, պարզապես այդ հեռախոսներից ոչ մեկը Արմատ մեդիայի սոցիալական էջերին դոստուպ չունեն անգամ։ Ես նրանց բացատրել եմ, մարդիկ ասել են, մենք կարող ենք տալ password-ը, կարող եք հենց հիմա մեր մոտ նայել մեր հեռախոսները, բայց խնդրում եմ վերադարձրեք։ Գուցե չաթեր են ուզում քննարկումների։ Բայց ուզում եմ ես դա ասեմ, որ անիմաստ պետական ռեսուրսի վատնում է սա,
որովհետև մեր հեռախոսներում չկա Armat Media-ի հետ առնչվող ոչ մի parol, ոչ մի login, ոչ մի տեղ admin չեն իրանք։ Մեկ հեռախոս պետք է տանեին իրանք, դա Armat Media-ի հեռախոսն էր, որը մենք տրամադրել ենք իրենց։ Չաթեր, բայց կարող են չէ լինել ընդհանուր Չաթեր, այո, եթե կա մեր խմբագրության չաթը, որտեղ խմբագիրը սրբագրում է նյութերը, խմբագրում է, հարց է հուշում կամ հարց է դավադիր տալիս։ պլան չկա այդ չաթերում օրինակ։ Ոչ, ինչ դավադիր պլան պետք է լինի, իհարկե ոչ։ Պետությունը ընտրությունների միջոցով Ոչ, Ռուսաստանից մենք պրոֆեսիոնալների թիմ ենք։ Բերեք փողով, տենց բաներ։ Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք։ Մենք կայացրել ենք կարճ ժամանակում մեդիա, մենք մատուցել ենք բարձրակարգ լրագրություն, որը մեր պետությանը, մեր երկրին, հայ ժողովրդին անհրաժեշտ է։